Իսրայելը եւ Իրանը գիշերվանից փոխադարձ հարվածներ են հասցնում։ Ցահալը հրթիռակոծել է Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Շիրազը, Քերմանշահը եւ այլ բնակավայրեր։ Նշվում է, որ խոցվել են մի քանի տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում հրթիռների արտադրություններ։ Թիրախում են հայտնվել Թեհրանի հիվանդանոցներից մեկը, ինչպես նաեւ միջուկային հետազոտությունների կենտրոնակայանը։ Իրանի առողջապահության նախարարության տվյալով հունիսի 13-ից վիրավորվել է առնվազն 2800 քաղաքացի։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է Իրանի Արաքի միջուկային ռեակտորը, կա ճառագայթային վթարի վտանգ։ Նաև գործակալությունից հայտարարել են, որ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկի պահին Իրանը միջուկային զենքի ստեղծմամբ չի զբաղվել։ Իրանն էլ հրթիռակոծել է Իսրայելի տարածքը, մասնավորապես նավահանգստային Հայֆա քաղաքը եւ Բեեր-Շեբան, կամ վիրավորներ։ Պահպանվում է հակամարտությանը Միացյալ Նահանգների ներգրավման մտավախությունը։ Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը համապատասխան որոշում կկայացնի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Քերոլայն Լևիտի խոսքով Վաշինգտոնը կարծում է, որ դեռ Իրանի հետ բանակցությունների հավանականություն կա։ Նա տեղեկացրել է, որ Թեհրանի հետ շփումները շարունակվում են։ Reuters-ի տվյալով ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը եւ Իրանի արտգործնախարարն արդեն մի քանի հեռախոսազրույց են ունեցել։ Էսկալացիայի ֆոնին Թեհրանում ցույցեր են անցել, մարդիկ այրել են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դրոշները, աջակցություն հայտնել հրեական պետության հրթիռակոծությանը։ Զուգահեռ Իսրայելից կոչ են արել թեհրանցիներին տարհանվել։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հորդորել է ֆրանսիացիներին լքել Իրանի տարածքը։ Նա տեղեկացրել է, որ առանց վիզայի հնարավոր է այցելել Հայաստան եւ Թուրքիա, որոնց սահմաններին համապատասխան խմբեր են աշխատում։ Բենյամին Նեթանյահուն անդրադարձել է հունիսի 13-ից Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողության նպատակներին։ Իսրայելի վարչապետի խոսքով ցանկանում են վերջ տալ իրանական միջուկային ծրագրին եւ բալիստիկ հնարավորություններին։ Հարվածում ենք նաեւ կառավարության հետ կապված թիրախներին եւ իշխանության կենտրոններին։ Իրանում ռեժիմը փոխել է Իսրայելի պաշտոնապես հայտարարված նպատակը չէ, սակայն կարող է դառնալ մեր ներկայիս գործողությունների արդյունքը, մանրամասնել է Իսրայելի վարչապետը։ Շվեյցարիայում հանդիպել են Եվրամիության դիվանագիտության ղեկավարը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իրանի արտգործնախարարները։ Օրակարգում է եղել իսրայելա-իրանական հակամարտությունը եւ Իրանի միջուկային ծրագրի հարցը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Վաշինգտոնում հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Դեյվիդ Լեմին հայտարարել է, այժմ 2 շաբաթ կա հասնելու դիվանագիտական լուծման։ Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարարը զգուշացրել է, մինչև Իսրայելը չդադարեցնի ագրեսիան, Թեհրանը որևէ բանակցություն չի վարի Վաշինգտոնի հետ։ Ամերիկացիները ցանկանում են բանակցություններ վարել եւ բազմիցս ուղերձներ են հղել մեզ, սակայն մենք չենք բանակցում Միացյալ Նահանգների հետ, որը սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մեղսակիցն է, շեշտել է Աբաս Արաղչին։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը եւ Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել։ Կայա Կալասը եւ Ջեյհուն Բայրամովը մտահոգություն են հայտնել Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի կապակցությամբ, ընդգծել դիվանագիտական կարգավորման կարեւորությունը։ Նշվում է, որ մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրության այլ հարցերի շուրջ։ Ռուսաստանը եւ Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են անցկացրել։ ՌԴՊՆ տվյալով նախաձեռնությունն իրականացվել է հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մոսկվան եւ Կիևն ավելի վաղ նաեւ զոհված զինծառայողների մարմինների փոխանակում էին իրականացրել։ Ռուսաստանից Ուկրաինա է տեղափոխվել ավելի քան 6000 մարմին, Մոսկվան ստացել է 78 մարմին։ Կրեմլի խոսնակը տեղեկացրել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև նոր բանակցությունների ամսաթիվը կարող է համաձայնեցվել հաջորդ շաբաթ։ Ռուսական ուժերը հերթական հարվածներն են հասցրել Օդեսային եւ Խարկովին։ Օդեսայի բազմահարկ բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, բարձրագույն ուսումնական հաստատության շենք, գազատար եւ մեքենաներ են վնասվել։ Հայտնի է 1 զոհի եւ վիրավորների մասին։ Խարկովում եւս բնակելի շինություններ են թիրախավորվել կամ տուժածներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ուկրաինական ուժերն ավելի քան 60 անօդաչու թռչող սարք են արձակել դաշնության տարածքի, այդ թվում Մոսկվայի ուղղությամբ։ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Կիևում օրերս ռմբակոծված բնակելի բարձրահարկ շենքի տարածք, որտեղ ռուսական հարվածի հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել։ Նախագահը տեղի ունեցած նահաբեկչություն է որակել, նշել, որ շենքի մերձակայքում որևէ ռազմական օբյեկտ չի եղել։ Զելենսկին հերթական անգամ կոչ է արել Վաշինգտոնին խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։ Դիանա Գասպարյան, լուրեր։